Նախ փորձեմ կարճ մինչև 10-15 րոպեի ընթացքում ամփոփենք նախորդ տարին առկա թվային ցուցանիշները, հիմնական անելիքները, այնուհետև եթե իհարկե կլինեն հարցեր, մեծ սիրով կպատասխանեմ, այս բանին ուղղակի նշեմ, որ գիտեք ամփոփված է որպես հնայի աճ միայն 3 ամիսները եւ առաջին համապատասխանաբար 5.2, 6.4 եւ 6.2 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել առաջին 3 եռամսյակներում եւ ակնկալում ենք, որ համեմատաբար բարձր աճ ենք ունենալու նաեւ 4-րդ եռամսյակում։ Ամեն դեպքում տնտեսական ակտիվության ցուցանիշները դրա մասին են նախորդիվ վկայել։ Եթե 3 եռամսյակներով նայենք, օրինակ տեսնում ենք, որ նաև զուգահեռ թե որքան տրիլիոն ուրեմն դրամի համախառն ներքին արդյունքը ըստ եռամսյակների ստեղծվել եւ տեսնում ենք, որ 3-րդ եռամսյակը ամենամեծն է, այսինքն առաջին եռամսյակը համեմատաբար ավելի փոքր է, երկրորդը ավելի, երրորդը եւ վստահաբար ասում եմ դες, որ 4-րդը շատ ավելի մեծ է լինելու այս թվից։ Համախառն ներքին արդյունքների ընթացիկ գներով, քանի որ ամփոփվել է 24 թվականը, 25-ը դեռ չի հրապարակվել, ըստ տարիների 10.2 տրիլիոն արդեն մեր նախնական հաշվարկով 10.85-86 տրիլիոնի կարգի է լինելու 25-ի արդյունքները, երբ որ ամփոփելու կլինենք եւ տնտեսական աճերն են ըստ տարիների 24-ին 5.9 էլի հուսով ենք, որ 25-ին 6 եւ ամբողջով կսկսվի տնտեսական աճը, բայց բնականաբար չկա դեռ ամփոփած, չեն կարող դրա մասին վերջնարդյունք ունեցել։ 24 թվականի դոլարային արտադրության մեր հնան արդեն հասել էր 26 միլիարդ դոլարի եւ կարծում ենք, որ ըստ էության արդեն մինչեւ 28 եւ մի փոքր ավել կլինի նաեւ տարվա արդյունքներով 2025-ը։ Մեկ շնչին ընկնող դոլարային արտահայտությամբ հնան է, որը 8556 է 24 թվականի արդյունքներով եւ կարծում ենք, որ 9000-ի շեմը էլի կանցնի արդեն 2025-ի արդյունքներով, որոնք որ բնականաբար կհրապարակվեն փետրվար ամսին մի փոքր ավելի ուշ, ես բնականաբար շատ նախնական մեր գնահատականներն եմ այստեղ ասում։ Հիմա գանք այն կետերին, որոնք որ արդեն ամփոփված է տնտեսական ակտիվությունը, որը 9.1% է եղել, ավելի բարձր քան անցած տարի։ Եթե անցած տարի 8.3% է եղել մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը, արդեն 25-ին եղել է 9.1% եւ եթե նկատում եք բոլոր տնտեսության բոլոր ոլորտները աճել են, ծառայությունները ավելի քան 10%-ով, առևտուրը 3%-ով, գյուղատնտեսությունը մոտ 6%-ով, շինարարությունը ավելի քան 20%-ով, արդյունաբերությունը 4.7%-ով, մասնավորապես մշակող արդյունաբերությունը 3.3%-ով, արտահանման եւ ներմուծման կրճատումն է, որը պայմանավորված է պարզ ոսկու վերարտահանման կրճատումներով, ինչպես նաեւ այլ ապրանքներ են որոշակիորեն կրճատվել, որոնք այսպես ասած սանկցիոն մեխանիզմների խստացման հետ են կապված, իսկ դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը խիստ հետևում է, այսինքն ցանկացած որոշում, որ Եվրոպական միությունը կամ Միացյալ Նահանգները օրինակ ընդունում է Ռուսաստանի դեմ, որ այս կամ այն ապրանքի հետ կապված, մենք դա անմիջապես իջեցություն ենք ընդունում եւ համապատասխան որոշում ենք կայացնում։ Այդ պատճառով օրինակ ինչ որ ենթադրենք 23 թվականի Հայաստանի տարածքով գնացել է կամ 24-ին, 25-ին օրինակ թույլ չենք տվել, որովհետեւ մենք սերտ աշխատում ենք եվրոպական մեր գործընկերների հետ այդ առումով եւ դա է պատճառը, որ որոշ ուղղություններով կա վերարտահանման կրճատում։ Արտահանման տեսակակշիռն է, այստեղ հետաքրքիրը, կարծիքով ամենահետաքրքիրն է, որ նախորդ տարի մենք Եվրոպական միության մասնաբաժինն է մեր արտահանման մեջ 4.7% էր, այս տարի արդեն բարձրացել է 7.9%-ի։ Գրեթե կրկնապատկվել է այդ մասնաբաժինը եւ այդտեղ կարևոր նշանակություն ունի իհարկե երկու հանգամանքեր նշանակություն ունեցել։ Մեկը այն, որ Եվրոպական միությունը արտահանումը ավելացել է, դրա մասին քիչ հետո ես կներկայացնեմ, եւ երկրորդը նաեւ, որ այդ բարձ վերարտահանման, այսինքն այդ կրճատումը, որ նախորդ տարիներին եղել է, ասենք 15-20%, հետո դարձել է ենթադրենք 8%, այն պատճառով չի, որ Եվրոպական միություն արտահանումը կրճատվել է կամ այն ժամանակ շատ մեծ է եղել։
Այդ պատճառով ա եղել, որ մյուս ուղղություններով այդ ոսկու վերարտահանում, ադամանդի վերարտահանում ենթադրենք, պլատինի վերարտահանում կամ հեռուստացույցի ու սմարթֆոն ժամացույցի վերարտահանում, դրանք նախկինում չեն եղել, հետո ինչ-որ բան եղել են, հիմա նույնիսկ չկա, օրինակ սմարթֆոն ժամացույցը մենք տարվա ընթացքում այդ կոդը արգելել ենք վերարտահանում տեղի ունենա, որովհետև եվրոպական գործընկերները դրա մասին մեզ խնդրել են, մենք նաև կոմունիկացրել ենք Ռուսաստանի գործընկերների հետ, այսինքն այդ մասը շատ թափանցիկ է եւ աշխատանքը այդ առումով տարվում է։ Տնտեսության զարգացման ամենալավ ցուցանիշներից մեկը դա աշխատատեղերի թիվն է, գրանցված աշխատատեղերի թիվը, եւ դեկտեմբերի ամսին արդեն 821,470 գրանցված աշխատատեղ կար, սա ինչ է նշանակում, մենք ընդհանրապես 18 թվականի մայիսից հետո անդադ ասում են, որ դա այսպես ասած այն սիրելի գործընկերներ դուք արեցիք դա, ես խնդրում եմ ուրեմն վերջին տարիների տեսեք ինչ էր տեղի ունենում, անդադ ասում են չգրանցված աշխատողները գալիս են գրանցվում են, բայց դա չափ ունի Ժողովուրդ ջան, կարող լինի 10,000, 20,000, 100,000, բայց այդ ամեն ինչը չափ ունի եւ արդյոք այդ չափը, այդ ամենամեծ չափի ցուցիչը հետեւյալն է 6%-ով աճել է աշխատավարձը, 6%-ով աշխատատեղերը, 6%-ով տնտեսությունը։ Այ եթե լիներ խիստ անհամաչափություն, օրինակ 26%-ով աճեր աշխատատեղերը, բայց տնտեսությունը աճեր 6%-ով, աշխատավարձն աճեր 6%-ով։ Ես կասեի, որ թաքնված աշխատատեղերը եկել գրանցվում են։ Եթե այդ համաչափությունը պահպանվում է, նշանակում է մենք արդեն եկել ենք նրան, որ այդ չգրանցվածը հա դեռ կա, բայց այդ չգրանցվածի պոտենցիալը արդեն շատ քիչ է եւ նոր արձանագրվող աշխատատեղերի մեջ իրականում հենց այն աշխատատեղերն են, որոնք իրապես նոր են ստեղծվում։ Սա մեկ։ Հաջորդը ես հիմա չեմ կարողանում ձեզ ցույց տամ, որովհետեւ գործընկերները երևի ինչ-որ լարի կպան, բայց ես շարունակեմ արտաքին առողջապահության ցուցանիշներն եմ ուզում ներկայացնեմ, հետևյալը, եթե ափսոս չեմ կարող հիմա ցույց տալ, բայց եթե ոսկին հանում ենք, ոսկու վերարտահանում եւ պլատինի վերարտահանում եւ այլ, մենք տեսնում ենք, որ կայուն մեր արտահանումը աճում է։ Իսկ ամենակարևոր ցուցանիշը այստեղ 3 ես հրապարակել եմ արդեն, ընդ որում երբ որ 18 ուրեմն 25 ենք մենք ցույց տալիս, այդ պատկերը նույն տրամաբանությամբ շատ ավելի երկար է լինում, եթե 25 թվականին օրինակ մոտ 2.6 միլիարդ էր մեր արտահանումը, արդեն 25 թվականին 4 միլիարդ 462 միլիոն դոլար էր, ընդ որում նախորդ տարվա նկատմամբ մոտ 10% մենք աճ ունենք։ Այսինքն սա վերաբերվում է հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանմանը, այսինքն սա չի վերաբերվում հեռուստացույց, որը մենք չենք արտադրում, մեքենա, որը մենք չենք արտադրում, ոսկի, որը մենք դեռ չենք արտադրում, շուտով արտադրելու ենք ու շատ։ Սա վերաբերում են այն արտադրանքներին, որոնք որ մենք չենք ուրեմն արտադրում։ Այնտեղից է եղել։ Այնտեղ ինչ-որ ձայներ եկավ ու անջատվեց։ Ոսկի, որոնք որ սա վերաբերում է նրան, որ մենք հայկական ծագման արտադրանք, այսինքն Հայաստանի գործարաններում արտադրված ապրանքների արտահանումը շարունակաբար ավելանում է եւ արդեն հասել է 4 միլիարդ 462, որը պատմական իհարկե լավագույն ցուցանիշն է, եւ երկրորդը նա է, որ նախորդ տարվա նկատմամբ ուրեմն ավելացել է մոտ 400 միլիոն դոլարով եւ սա էլի մոտ 10%-ով։ Մյուսը, որ ուզում եմ խոսել, ջինի գործակիցն է, ջինի գործակիցը մեզ մոտ բավականին ցածր է,
Եվ սա շատ լավ է, որովհետև ջինի գործակցի դեպքում ինչքան ցածր է, այնքան նշանակում է եկամուտները հասարակության մեջ հավասարաչափ են բաժանված եւ մեր տարածաշրջանի հարևան երկրների հետ համեմատած Հայաստանում ամենացածրն է։ Այսինքն Հայաստանում ստեղծված եկամուտները իրենք համեմատության մեջ ուրեմն հավասարաչափն են բաշխվում եւ դա իհարկե եւս շատ կարևոր ցուցանիշ է եւ ես ուզում եմ նաեւ այստեղ փորձեմ նաեւ ձեզ որոշակի պատկերով դա ցույց տալ, որովհետեւ դա ավելի ներողություն եմ խնդրում չկարողացա գտնել, բայց դա նույնպես կարող է ցույց է տալիս, թե ինչքան համաչափ է մեր մոտ եկամուտները։ Հաջորդը դա մեր արտադրողականության գործակիցն է, երևի փորձեմ այսպես ցույց տալ, որովհետև ես վստահ չեմ, որ տեսեք արտադրողականության մեր ցուցանիշը շարունակաբար աճում է, ինչ է սա նշանակում, սա նշանակում է, որ եւ եթե նայենք օրինակ մի քանի տարի առաջվա նկատմամբ կրկնապատկվել է մեր արտադրողականությունը։ Դա նշանակում է, որ նույն մարդը, պայմանական նույն գործարանում, նույն ժամանակահատվածում երկու անգամ ավելի շատ արդյունք է ստացվում, երկու անգամ ավելի արդյունավետ է աշխատում։ Իսկ դա ինչպես է տեղի ունենում եւ այդտեղ էկոնոմիկայի նախարարությունը ինչ դերակատարում ունի։ Դահապես արտադրողականության ավելացման երկու հիմնական ձև կա, եղանակ կա, մեթոդ կա, միջոց կա, այսպես հիմնական, այլ կա, բայց հիմնական երկու միջոցով։ Առաջինը, երբ որ դու նոր գիտելիք ես ստանում, եւ այդ գիտելիքների միջոցով կարողանում ես ավելի արտադրողական լինել, եւ երկրորդը, երբ որ դու նոր տեխնոլոգիա ես ձեռք բերում եւ այդ տեխնոլոգիայի միջոցով ես կարողանում արտադրողական լինել, եւ եթե երրորդը անենք, պայմանական այդ երկուսը իրար հետ։ Հիմա կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում գիտելիքի ստեղծման ուղղությամբ, սկսած մանկապարտեզներ, դպրոցներ, համալսարան եւ այլն։ Բայց սրանք մի քիչ ավելի երկարաժամկետում արդյունքներ, ավելի ուշ արդյունքներ տվողներ են, բայց նաեւ կայուն արդյունք տվողներ են։ Իհարկե նաեւ կարճաժամկետ բազմաթիվ ծրագրեր ենք մենք իրականացնում այդ ուղղությամբ, բայց այնուամենայնիվ ես այս փուլի համար արտադրողականության ավելացման ավելի մեծ մասնաբաժին ակնհայտորեն կառավարության արտադրողականության խթանման ծրագրի հետևանքն է, ինչա դա, երբ որ կառավարությունը սուբսիդավորում է վարկի եւ լիզինգի տոկոսադրույքները բոլոր կազմակերպությունների համար, որոնք որ սարքավորումներ են ձեռք բերում։ Օրինակ գործարանը, որը իր պայմանական շոկոլադի գործարանը կամ գարեջրի գործարանը, որը իր խորհրդային ժամանակների կամ 90-ականներին հարևան երկրներից ձեռք բերած համեմատաբար հին տեխնոլոգիաները փոխարինում է գերմանական կամ ճապոնական տեխնոլոգիայով, այդ ժամանակ այդ գործարանի թողարկած արտադրանքի ոչ միայն որակն է բարելավում, այլ նաև շատ ավելի արտադրողական է ինքը լինում, շատ ավելի շատ արտադրանք է թողարկում, շատ ավելի բարձր որակի եւ այլն, եւ այս ծրագրի պորտֆելի մասին ես քիչ կպատմեմ ձեզ, որովհետեւ այստեղ մի քանի միլիարդ եւ ավել դոլարի պորտֆել է արդեն ձևավորվել, բայց այս ծրագիրը շատ կարևոր ծրագիր է։ Հաջորդիվ ուրեմն ներողություն ես այնտեղ ես նշեցի 821-470-ը Արմստատի աղբյուրներով, նաև ՊԵԿ-ի օպերատիվ տվյալներով արդեն 822,662 էր դեկտեմբերին եղել, այս թիվը, որպեսզի երկու թվերի մեջ հակասություն չլինի, այսինքն ուրեմն Արմստատով 25 թվականի համար դա 821 ու ինչ-որ մի քիչ եւ 822 եւ 662 դա 0-ից մեծ հարկման բազա ունեցող աշխատատեղերի քանակն է ըստ ՊԵԿ օպերատիվ տվյալների շատ կարեւոր ցուցանիշ է հնայի օգտագործումը ըստ հիմնական ծախսային բաղադրիչների կամ այսպես կոչված հիմնական միջոցների համախառն կուտակումը ինչ է նշանակում համախառն կուտակում նախ նշեմ որ օրինակ 18-15 թվականներին այս ցուցանիշը եղել է 15.8-ից 16.7%
Իսկ վերջին տարիներին արդեն 20-21%, իսկ անցած տարի եղել է ամենաբարձրը 21.3%, այսպիսի բարձր ցուցանիշ չի գրանցվել, 24 թվականի եղել է ներողություն, 24 թվականի արդյունքները եղել է 21.3, 25-ը դեռ չի ամփոփվել։ Ինչ է դա նշանակում։ Համախառն կուտակում նշանակում է, թե հանրությունը իր մեծ հաշվով, հանրությունը